Հարգելի իմ դիտորդ, այսօր ուզում եմ խոսել կենդանակերպի 12 նշանների, իրենց հովանավոր մոլորակների տարրերի էներգիայի համապատասխանող մոգական ուղղության մասին։ Խոյ, մարտի 21, ապրիլի 19, մոլորակ և տարր, Մարս, կրակ, մոգության տեսակը կրակի մոգություն և մոմերի կախարդանք։ Ինչու Մարսի տաքարյուն ուրեմն նախաձեռնող էներգիան կատարյալ է մոմերի միջոցով արագ արդյունքներ ստանալու, կամքի ուժի դրսևորում, պաշտպանական ծիսակարգերի համար։ Ցուլ, ապրիլի 20, մայիսի 20, մոլորակ և տարր, Վեներա, հող, մոգության տեսակը բնական բուսական մոգություն և նյութականացում։ Ինչու Վեներան պատասխանատու է գեղեցկության և առատաձեռնության համար։ Հողի կայուն էներգիան թույլ է տալիս հաջողությամբ աշխատել արմատների, քարերի և դրական թալիսմանների հետ։ Երկօրյակներ, մայիսի 21-ից մինչև հունիսի 20-ը, մոլորակը Մերկուրի, օդը, տարրը օդ, մոգության տեսակ բառերի, ուղղագրության, ինֆորմացիոն, սիգիլների, ռունաների մոգություն։ Ինչու Մերկուրին ինտելեկտի և կապի հովանավորն է։ Երկվորյակների ուժը մտքի և խոսքի մեջ է, ինչը նրանց դարձնում է ուժեղ աֆիրմացիաներով և հմայախոսություններ ստեղծելով։ Երկվորյակները կարող են ամենասովորական ծեսը անել, որը կարող է հավասար լինել ամենածանր ծեսին, և երկվորյակները այն բացառիկ նշաններից են, որոնք կարող են զբաղվել և սև մոգությամբ, և լուսավոր մոգությամբ, և կարող են աշխատել մահացածների հետ, որովհետև իրենց հովանավորը Հերմեսն է, իսկ Հերմեսը միակ աստվածն էր, որ համ երկնքում էր, Օլիմպում էր, համ մահացածների աշխարհում էր և համ երկրի վրա էր։ Խեցգետին, հունիսի 21, հուլիսի 22, մոլորակը Լուսին, տարրը ջուր, մոգության տեսակ լուսնային մոգություն, գուշակության և ընտանեկան օջախի պաշտպանություն։ Լուսինը կառավարում է էմոցիաներին և ինտուիցիային։ Խեցգետինները բնականից ունեն հզոր ներզգացողություն, հեշտությամբ են աշխատում ջրի, հայելների, երազների և տան մաքրման ծեսերի հետ։ Հարգելի այռույցներ, հուլիսի 23, օգոստոսի 22, մոլորակ և տարր, արև և կրակ, մոգության տեսակ ծիսական մոգություն և քարիզմայի և հաջողության թալիսմաններ։ Ինչու արևի էներգիա կենտրոնական է և կենսատու։ Այռույցներն իրենց ներքին լույսով կարողանում են լիցքավորել հաջողության հմայելներ և զբաղվել բարձրագույն ծիսակարգերով։ Կույս, օգոստոսի 23, սեպտեմբերի 22, մոլորակ և տարր, Մերկուրի և հող, մոգության տեսակ կանաչ վհուկություն, խոտաբուժություն, կառուցվածքային ռունաներ և առհասարակ մոգություն։ Լինելով մանրուքների նկատմամբ ուշադիր, կույսերը կատարյալ են բարդ բաղադրատոմսերով թուրմեր պատրաստելու, բույսերի էներգետիկան հասկանալու և ճշգրիտ նշումներ կատարելու համար, սկսած ռունաներից, իրանք ավելի շատ ալքիմիայով են զբաղվում։ Հարգելի կշերքներ, սեպտեմբերի 23, հոկտեմբերի 22, ձեր մոլորակը Վեներան է, նշանը օդ, մոգության տեսակ սիրային մոգություն և հարաբերությունների ներդաշնակություն։ Ինչու, որովհետև Վեներան օդային կողմը ձգտում է բալանսի և սիրո։ Կշերքները կարողանում են էներգետիկորեն հարթել կոնֆլիկտները և կապեր ստեղծել մարդկանց միջև։ Կարիճ, հոկտեմբերի 23, նոյեմբերի 21, մոլորակ և տարր, Պլուտոն և Մարս, սա ջուր տարերքը, մոգության տեսակը նեկրոմանտիա, տրանսֆորմացիոն նախնիների մոգություն և ստվերային աշխատանք։ Ինչու Պլուտոնը մահվան, վերածննդի և գաղտնիքների մոլորակն է։ Կարիճներն ունեն ամենահզոր միստիկ էներգիան, չեն վախենում մութ կողմերից և հեշտությամբ են հաղորդակցվում այլ աշխարհների հետ, ունեն բացարձակ պաշտպանություն, իրենց պաշտպանությունը հալային է։ Աղեղնավորների, նոյեմբերի 22, դեկտեմբերի 21, մոլորակ և տարր, Յուպիտեր, կրակ, մոգության տեսակը տիեզերական մոգություն, ճանապարհների բացում և փիլիսոփայական աստղագուշակություն։ Ինչու Յուպիտերը ընդարձակման, հաջողության մոլորակ է։ Աղեղնավորների էներգիան
միտված է հեռավոր հորիզոններին, ինչը օգնում է նրանց աշխատել բախտի տրանսֆորմացիայի և նպատակների հետ։ Այդ եղջյուրներ, դեկտեմբերի 22 հունվար 19, մոլորակ և տար, Սատուրն հող, մոգության տեսակը, ժամանակի մոգություն, քարերի կախարդանք և կնիքների սիգիլների ստեղծում։ Ինչու Սատուրնը խորհրդանշում է կարգապահություն, ժամանակ և սահմաններ։ Աջեղջյուրները լավագույնս կառավարում են երկարաժամկետ էներգետիկ պրոցեսների և կարողանում են էներգիան կողպել բյուրեղներով և նշանների միջոցով։ Ջրհոս հովանավորը ուրեմն 20 փետրվարի մինչև 18 փետրվարի, մոլորակ և տար Ուրան և Սատուրն, օդ նշանով, մոգության տեսակ կիբերմոգություն, տեխնոմոգություն և ապագայի գուշակություն։ Ինչու Ուրանը հեղափոխությունների, տեխնոլոգիաների և ապագայի մոլորակն է։ Ջրհոսներն օգտագործում են ոչ թե ավանդական նորարարական մեթոդներ, էլեկտրոնային սարքեր, ալգորիթմներ էներգիա փոխանցելու համար, ուզում ասել ոչ ավանդական մոգությամբ են զբաղվում։ Եվ ձկներ փետրվարի 19, մարտի 20, մոլորակ և տար Նեպտուն, Յուպիտեր, ջուր, մոգության տեսակ հոգեկան միջնորդություն, մեդիումիզմ, սիմվոլիզմ երազների մոգություն։ Ինչու Նեպտունը պատասխանատու է պատրանքների, հոգևոր աշխարհի և տրանսի համար։ Ձկները հեշտությամբ ջնջում են նյութական և հոգևոր աշխարհների սահմանները, հիանալի կերպով տեսնելով մարգարեական երազներ և աշխատելով աստրալում։ 12 նշանների աստվածներ՝ Խոյ, Արես, Մարս, պատերազմի, կրքի և ուժի աստված, Ցուլ, Աֆրոդիտե, Վեներա, սիրո, գեղեցկության, բերիության դիցուհի, երկվորյակներ՝ Հերմես, Մերկուրի, մոգության աստված, ճանապարհորդների, գաղտնի գիտելիքների և առևտրի աստված, Խեցգետին, Արտեմիս, Դիանա, լուսնի, որսի և պաշտպանության դիցուհի, Առյուծ, Ապոլոն, արևի, արվեստի և լուսնի աստվածուհի, Կույս, Դեմետրիա կամ Աստրեա, բերքատվության, արդարության և մաքրության դիցուհի, Աստերյան իմիջիայլոց մայր Հեկատեի մայրն է, Կշերք, Թեմիս և Աֆրոդիտե, արդարադատության և կշռադատության դիցուհի, Կարիճ, Հադես, Պլուտոն, ստորգետնյա աշխարհի և գաղտնի գանձերի աստված, աղեղնավոր Զևս, Յուպիտեր, գերագույն աստված, ամպրոպի և ընդարձակման տիրակալ, աջեղջյուր Քրոնոս, Սատուրն, ժամանակի, հասունության և ճակատագրի աստված, ջրհոս Ուրան, երկնքի տիեզերքի և հեղափոխությունների հնագույն աստված, ձկներ Պոսեյդոն, այսինքն Նեպտուն, ծովերի, օվկիանոսների և տրանսցենդենտալ աշխարհի աստված։ Ուրեմն որ նշանները կարող են լինել նեկրոմանտ, կարիճ, աջեղջյուր և ձկներ, հանդիսանում են կենդանակերպի ամենահզոր նեկրոմանտները, մահվան ժամանակի և անդրշիրիմյան աշխարհի էներգիաները լավագույնս համապատասխանում են հենց այս երեք նշանների հովանավորող մոլորակներին։ Ահա թե ինչու Կարիճ ամենաբնական նեկրոմանտը, մոլորակ Պլուտոն, ստորգետնյա թագավորության աստված, Հադեսի հովանավորություն։ Ինչու Կարիճ, որովհետև Կարիճը պատասխանատու է կենդանակերպի 8-րդ տան մահվան վերածննդի և գաղտնի ռեսուրսների համար։ Նրանք բնազդաբար չեն վախենում մահվան էներգիայից, հեշտությամբ են կապ հաստատում մահացածների հոգիների հետ, զգում են գերեզմանատների էներգետիկան և կարողանում են ստվերային էներգիա վերածել անձնական ուժի։ Աջեղջյուր, ծիսական և գործնական նեկրոմանտը, մոլորակը Սատուրն, ժամանակի և մահվան աստված Քրոնոսի հովանավորություն։ Ինչու Սատուրնը կառավարում է սահմանները, ոսկորները, հնությունները և անցյալը։ Աջեղջյուրները լավագույնս աշխատում են նախնիների պաշտամունքի հետ, նրանք կարողանում են կանչել տոհմի հնագույն հոգիներին, ստանալ նրանց պաշտպանությունը և կառուցվածքային ծիսակարգերի միջոցով կառավարել մահացածների էներգիան, առանց սեփական անվտանգությունը վտանգելու։ Ձկներ, մեդիում և հոգևոր կամուրջ, մոլորակ Նեպտուն, աստրալի և պատրանքների աստված Պոսեյդոնի հովանավորություն։ Ձկները փակում են կենդանակերպի շրջանը, 12-րդ տունը և սահմանակից են հոգիների աշխարհին։
Եթե կարիճը կառավարում է մահը, իսկ այդ եղջյուրը դրա օրենքները, ապա ձկները հանդիսանում են կամուրջ երկու աշխարհների միջև։ Նրանք դասական մեդիումներ են, ովքեր կարող են զբաղվել վուդույով։ Վուդույով կարող են զբաղվել խեցգետիններ, կարիճներ և աղեղնավորներ։ Վուդուն պարզապես տիկնիկներով կախարդանք չէ, այն հնագույն խորը կրոնական ավանդույթ է, որը հիմնված է նախնիների, պաշտամունքի, հոգիների, լոյայի հետ տրանսային հաղորդակցության և բնական էներգիաների վրա։ Ահա թե ինչու հենց այս նշաններն են ամենաուժեղը վուդուի մեջ։ Խեցգետին, նախնիների պաշտամունք և տոհմային կապ։ Վուդուի հիմքը սեփական արմատների և մահացած նախնիների հանդեպ խորին հարգանքն է։ Խեցգետինը կենդանակերպի ամենատոհմային ընտանեկան նշանն է։ Նրա բնականից ունեն իրենք էմոցիոնալ խորություն և հարգանք, որը անհրաժեշտ է նախնիների հոգիներին կանչելու և նրանց կերակրելու, զոհաբերություններ մատուցելու և տան ընտանիքի համար պաշտպանություն դնելու համար։ Կարիճ, տրանս և հոգիների կառավարում։ Ինչու է համապատասխանում։ Վուդուի ծիսակարգերի ժամանակ քուրմերը մտնում են խորը տրանսի մեջ, որպեսզի հոգիները, լոաները բնակվեն իրենց մարմնում։ Կարիճի Պլուտոն մոլորակը կառավարում է հենց այդպիսի էքստրեմալ հոգեվիճակներ։ Կարիճները չեն վախենում վուդուի ամենամութ և հզոր հոգիներից, օրինակ բարոն Սեմեդեից, մահվան գերեզմանների տիրակալից։ Նրանք կարողանում են դիմանալ այդ էներգետիկ հարվածներին և կատարյալ կերպով տիրապետում են վուդուի թալիսմաններին, գրիգրի պարկեր պատրաստմանը։ Աղեղնավոր կուլտեր, էկզոտիկ ավանդույթներ և շամանիզմ։ Ինչու է համապատասխանում։ Յուպիտերը կառավարում է կրոնները, հեռավոր մշակույթները և փիլիսոփայական համակարգերը։ Աղեղնավորը միշտ ձգտում է դեպի էկզոտիկ, ոչ ավանդական գիտելիքներ։ Ուժը, վուդուն աֆրիկյան և կրեոլական բարդ կրոնական համակարգ է իր ուրույն փիլիսոփայությամբ։ Աղեղնավորներն օժտված են տիեզերական մեծ էներգիայով, ինչը թույլ է տալիս նրանց դառնալ հիանալի քրմեր, ունգան կամ քրմուհիներ մամբո, ովքեր առաջնորդում են ծիսական տարրերն ու կապ հաստատում բարձրագույն ուժերի հետ։ Ուրեմն այստեղ ես առանձնացրել եմ մի վարքյան ովքեր կարող են աշխատել դևերի հետ։ Դևերի հետ կարող են աշխատել կարիճները, ածեղջյուրները և երկվորյակները։ Ահա թե ինչու և ինչպես է արտահայտում նրանց ուժը դեմոնոլոգիայում։ Կարիճ բնազդային և հոգեբանական ուժ։ Ինչու, որովհետև կառավարում է Պլուտոնի կողմից, որը մութ աշխարհի և տրանսֆորմացիայի մոլորակն է։ Կարիճը կապված է կենդանակերպի 8-րդ տան հետ, որը պատասխանատու է էզոտերիկայի և ամենամութ շերտերի հետ։ Ինչպես է աշխատում։ Կարիճները չեն վախենում սեփական տիեզերական ստվերներից։ Դևերի հետ աշխատանքում նրանք օգտագործում են իրենց հսկայական կամքի ուժը և հոգեբանական տոկունությունը։ Նրանք ընդունում են դևերին որպես տրանսֆորմացիայի և հզորացման աղբյուր։ Ածեղջյուր, վերահսկողություն և իերարխիա։ Կառավարում է Սատուրնի կողմից, որը խորհրդանշում է օրենքը, սահմանները, կարգապահությունը և հնագույն էներգիաները։ Դևերի հետ աշխատանքը, հատկապես գոյության, պահանջում է խիստ կանոնների և պաշտպանական շրջանակների պահպանում։ Ածեղջյուրը չի էմոցիաներում աշխատելու։ Նա աշխատում է դևերի հետ ինչպես բիզնես գործընկեր, չպետք է սխալ պայմանագիր կապի և չպետք է ուժ խնդրի։ Երկվորյակներ, ինֆորմացիոն կամուրջ և բանականություններ։ Ինչու։ Կառավարում է Մերկուրին Հերմեսի կողմից, ով աստվածների սուր հանդակն է և միակը, ով ազատ մտնում է և դուրս է գալիս դժոխքից, ստորգետնյա աշխարհից։ Ինչպես է աշխատում երկվորյակները փայլում են դևերի հետ բանակցություններում։ Նրանք տիրապետում են բառի ուժին, գիտեն հնագույն կանչերը, սիգիլները, կնիքները, գաղտնիքները և կարողանում են ինֆորմացիա կորզել ցանկացած էությունից։ Նրանք էներգետիկորեն ճկուն են, ինչը թույլ է տալիս խուսափել դիվային ծանր ճնշումներից։ Ովքեր կարող են աշխատել ռունաների հետ։ Ցուլ, խեցգետին և կույսեր։ Այստեղ չի նաև երկվորյակներ և կույսեր։ Ահա
հին աստվածների հետ աշխատողներ, աղեղնավոր այռույց և այծեղջյուր, աղեղնավոր կրոնական համակարգ և բարձրագույն կուլտեր, այռույց աստվածային լույս և արևի պանթեոններ, այծեղջյուր ծիսակարգային ճշգրտություն և հին հիերարխիաներ։ Ովքեր չեն կարող զբաղվել մագիայով, դատարկ կամ վնասված միստիկ 4-րդ, 8-րդ, 12-րդ տների թույլ վիճակ ունեցողները և որոնց մոգության տները այրված են ըստ իրենց նատալ կարտի կամ ըստ իրենց հորար քարտեզի, ովքեր բացարձակ իրավունք չունեն աշխատել գերեզմանատանը, բացարձակ իրավունք չունեն աշխատել գերեզմանատանը, այն մարդիկ, ովքեր գտնվում են ֆիզիկապես հիվանդ, հյուծված կամ հոգեկան ծանր վիճակի մեջ։ Եթե մենք նայում ենք կենդանակերպի նշաններին, որ նշանները իրավունք չունեն աշխատել գերեզմանատանը, կշեռքներ, խեցգետիններ և ձկներ, նաև կույսեր։ Հիմնականում խեցգետին, կշեռք և ձկներ։ Գերեզմանատանը իրավունք չունեն աշխատելու նաև աղեղնավորները, որովհետև իրենք արևի էներգիա են, իրենց մոլորակը գլխավոր հովանավորը Յուպիտերն է և իրենք իրավունք չունեն սառը էներգիան, այսինքն հակասում է իրենց էներգիաներին։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացեմ, այստեղ շատ բաներ ես բաց թողեցի։ Այստեղ նաև աղեղնավորները կարող են միայն գերեզմանոցում աշխատել են ժամանակ, եթե տոհմի հոգևոր պաշտպանության կամ գնում են նախնիներին հարգանքի թուրք մատուցելու։ Միայն այդ դեպքում։ Ամենաբարդ և ամենաանհամատեղելի մոգական աշխատանքն է աղեղնավորների համար գերեզմանատանը աշխատելը, դա իրենց համար մաքսիմալ վտանգավոր է։ Բայց ես մնում եմ նաև այն կարծիքին, որ սա միայն ձեր ամիս ամսաթվով, այստեղ շատ կարևոր է ձեր ասցենդենտը, ձեր ծնված օրը, ոչ թե միայն ամիսը, մեր ամիսն էլ բաժանվում է 3 դեկադի, առաջի 10 օր, երկրորդ 10 օր և երրորդ 10 օր, առաջի 10 օրվա ծնվածների մոլորակը հովանավորը այլ է, երկրորդինը այլ է, երրորդինը այլ է, առաջի ծնվածին մի բան է կարելի, երկրորդը 10 օրվա ծնվածին մի այլ բան է կարելի և այսպես շարունակ, և տվյալ մոլորակը առաջի 10 օրվա ծնվածի մոտ կարա ավելի ուժեղ դիրքում կանգնած լինի աստիճանի վրա, քան երկրորդ կամ երրորդ 10 օրվա ծնվածին։ Այստեղ շատ կարևոր է նաև ասցենդենտը, օրինակ, եթե ձեր նատալ քարտեզում անկախ նրանից դուք որ ամսի ծնունդ ուզում լինեք, եթե ձեր ասցենդենտը կարիճում է, ձեզ կարելի է յուրաքանչյուր մոգություն, դուք սահման չունեք, ինչպես նաև այս պահին օդի տարերքները, իրանք սահմաններ չունեն, օդի տարերքին ուղղակի խնդիր ունի կենտրոնանալու մեկ տեսակի հետ, այսինքն իրենք շատ, քանի որ սիրում են քիչ փորել, գիտելիք ստանալ, ինֆորմացիա ստանալ, անընդհատ այսպես փնտրտուքի մեջ են, եթե իրենք կենտրոնացան մի կուլտի կամ որոշեցի մի քանի կուլտով զբաղվել ու դա խորացնել իրենց մեջ, դե իրենց հովանավորը Մերկուրին է, եթե ասցենդենտն էլ ձեր հանգարց եղավ կարիճում, ձեզ ամեն ինչ կարելի է, դուք ամենաուժեղ համ մոգերն եք, համ նեկրոմանտները,
բացի ձեր կենթանակերպի նշանից ես խորհուրդ կտամ ձեր նատալ քարտեզը գտնեք, ուսումնասիրեք եւ տեսնեք որտեղ է ձեր լուսինը, ասցենդենտը, որ կենթանակերպի նշանում է գտնվում։ Նայեք ձեր 12-րդ եւ 8-րդ տներում ինչ մոլորակներ կան։ Պլուտոնի առկայությունը պարտադիր պետք է։ Տեսեք Լիլիթը որտեղ է գտնվում։ Դրանք սաղ պետք է հաշվի առնեք։ Այսքանը։